Իդեալ համակարգը եկամտահարկի վերադարձի օրենքի շահառուների միջև տեղաբաշխում է մինչև 2.5 միլիարդ դրամի վերանորոգման սերտիֆիկատներ։ 5000 ընտանիք կարող է ստանալ 500,000 դրամ արժողությամբ վերանորոգման սերտիֆիկատ, մոտենալով Իդեալ համակարգի ցանկացած խալոցրա։ Ողջույն, դուք դիտում եք առաջին լրատվականը, ես Ժիրայր Ոսկանյանն եմ, զրուցակիցս Երևանի ավականու քաղաքացիական պայմանագիր խմբակցության անդամ Քրիստինե Վարդանյանը։ Բարև ձեզ Տիկին Վարդանյան, շնորհակալություն միանալու համար։ Բարև ձեզ, ես եմ շնորհակալ հրավերի համար։ Տիկին Վարդանյան, խոսենք Նոր-Նորքի քաղաքապետարանում տեղի ունեցած դեպքից միջադեպից, որից հետո նաև հարուցվեցին մի շարք քրեական գործեր եւ այսօր մամուլի տեսությունը ընթերցելիս գրում էին, որ Հանրապետություն կուսակցությունը որոշակի, այսպես հիմա ես ցիտում եմ, բազարի մեջ է մտել քաղաքացիական պայմանագրի հետ եւ եթե Նոր-Նորքի քաղաքապետի հրաժարականի հեռացման հարց դրվի, ապա նրանք բոլորով կթողնեն իրենց մանդատները եւ կառաջանա որոշակի կազուսային իրավիճակ, խոսքը մասնավորապես մայրաքաղաքի քաղաքային իշխանությանն է վերաբերում եւ քաղաքացիական պայմանագիրը կկանգնի լուրջ խնդրի առաջ, հա, քաղաքը գլխավորելու տեսանկյունից։ Կխնդրեմ անդրադառնալ այս հրապարակումներին, ինչ բազարի մասին է խոսքը, կա արդյոք քաղաքապետի հրաժարականի հարց, կա արդյոք վտանգ կոալիցիոն մեծամասնությունը կորցնելու։ Շնորհակալություն հարցի համար, նախ ասեմ, որ ես առաջին անգամ եմ նման բան լսում, որովհետև մենք Հանրապետություն կուսակցություն խմբակցության հետ շատ լավ հարաբերությունների մեջ ենք, միասին կիսում ենք քաղաքային իշխանությունը եւ ինչ որ վտանգի հրաժարականների եւ այլնի մասին նման լուրեր չեն քննարկվում, համենայն դեպս ես տեղյակ չեմ, ես հաստատ եթե նման լուրեր քննարկվեին, ես հաստատ տեղյակ կլինեի, բայց ես ուզում եմ անդրադառնալ տեղի ունեցածին, եթե թույլ կտաք, բոլորս էլ գիտենք, որ օրեր առաջ ինչպիսի տհաճ իրավիճակ ստեղծվեց Նոր-Նորք վարչական շրջանում, մասնավորապես բոլորս ուղիղ եթերով տեսանք այդ ծեծկռտուկի տեսարանը, բայց այսինքն կենտրոնացանք այդ տեսարանի վրա եւ չխոսեցինք կամ շատ քիչ խոսեցինք դրան հաջորդող դեպքերի մասին, ծեծկռտուկը իրականում հետևանք էր, իսկ որն էր հիմնական պատճառը ոմն ակտիվիստի եւ Մայր Հայաստան դաշինքի ավականու անդամի պահվածքներ, անընդունելի պահվածքը ինձ համար եւ ոչ միայն ինձ համար, քանի որ այդ օրը, երբ նրանք գնացել էին Նոր-Նորք վարչական շրջանի վարչական շենք էին գնացել եւ անթույլատրելի չգիտեմ ինչպիսի բառերով նկարագրեմ, թե ինչպիսի բեմականացում էին շենքում իրականացրել, այսինքն բոլորիս համար էլ հասկանալի էր, թե այդ մածունով, կեֆիրով, ինչ էին նրանք ուզում դրանով հասկացնեին եւ ինչպիսի գրեհիկ արտահայտություններ էին նրանք անում, որը որ հարիր չէր ընդհանրապես տղամարդուն, թիրախավորել ընտանիքի անդամների, երեխաներին եւ նման տեսարաններ բեմադրել, որին էլ որ հենց հաջորդ օրը հաջորդեց ծեծկռտուկը։ Ասեմ, որ ծեծկռտուկից առաջ էլ ակտիվիստը Չախոյան ազգանունով օտարերկրացի քաղաքացին, ակտիվիստը, նա մինչև շենք մտնելը ասել էր, ես ինձ մոտ այստեղ առանձնացրել եմ նրա խոսքը, ասել էր, որ թաղապետը շենքում է եւ նա եկել է դեմքին ուղիղ ասելու, այսինքն նա պլանավորված եւ գուցե եւ նաեւ ուղղորդված եկել էր իր հաշիվները մաքրելու թաղապետի հետ։
Եվ իհարկե այդ սադրանքը մենք տեսանք, որից հետո նաև հաջորդեց քաղաքացիական պայմանագիր խմբակցության դիրքորոշումը այս հարցով, իսկ որն է մեր դիրքորոշումը, մենք խստորեն դատապարտում ենք Նոր-Նորքի վարչական շրջանում տեղի ունեցած միջադեպը, հայհոյանքը, վիրավորանքը, բռնությունը, լինի հոգեբանական թե ֆիզիկական, դրսևորմամբ անընդունելի է, բայց այստեղ ես ուզում եմ մի շատ կարևոր բանի վրա հրավիրել ձեր ուշադրությունը եւ նաեւ մենք մեր ուրեմն դիրքորոշման մեջ ենք դա հայտնել, որ մեզ մոտ տարակուսանք է առաջացնում իրավապահ մարմինների անգործությունը, քանի որ նրանք գնահատական չեն տվել նախորդին տեղի ունեցող այդ սադրանքին, ոչ մի տիպի հայտարարություն չեն արել, այդ խուլիգանական վարքագծին ոչ մի տիպի արձագանք չի եղել եւ իհարկե դա հանդիսացավ բռնության, սադրանքների եւ բռնության պատճառը։ Եթե իրավապահ մարմինները հենց այդ օրը շատ խիստ գնահատական տային, բերման ենթարկեին, պատասխանատվության ենթարկեին այդ երկու տղամարդկանց, ես վստահ եմ հաջորդ օրը մենք նման դեպքի ականատես մենք չէինք լինի։ Տիկին Վարդանյան, իրավապահների գործողությունների հարցը շատ խոսվեց այս երկու օրվա ընթացքում, մասնավորապես ասում էին, թե ինչու, այո, այդ ծեծկռտուքին նախորդած օրը օրինակ տեղի ունեցած այդ խուլիգանական դրսևորմանը ինչու հենց իրավական կամ իրավապահների կողմից արձագանք չի եղել, որ արդեն կկանխեր այն զարգացումները, որոնք մենք տեսանք եւ այլն։ Ըստ ձեզ ինչու չի եղել այդ արձագանքը։ Թաղապետարանից որոշել են չդիմել իրավապահներին, թե իրավապահները պարզապես անգործություն են դրսևորել, ի՞նչն է եղել ըստ ձեզ պատճառը։ Այսինքն հնարավոր էր կանխարգելել այն, ինչ տեղի ունեցավ, այն ինչպես դուք նաեւ նշեցիք, այդ անընդունելի դեպքը, որ տեղի ունեցավ արդեն հաջորդիվ այդպիսի արարքի, որը գուցե եւ տալիս էր մտածելու տեղ, որ սա այսպես չի մնալու, ինչ որ զարգացում է ունենալու։ Ես միանշանակ չեմ կարող ասել ինչի վարչական շրջանի աշխատակիցները եւ ղեկավարը ինչու չեն դիմել իրավապահ մարմիններին կամ իրավապահ մարմինները ինչու չեն արձագանքել, չեմ կարող ասել նրանց փոխարեն կարծիք արտահայտել, միանշանակ էր պետք դիմել, որովհետեւ դա ուղղակի ինչ որ միջադեպ չէր, այլ խուլիգանական պահվածքը պետական շենքում մարդկանց ներկայությամբ մարդու արժանապատվությունը, մարդու պատիվը ոտնահարող նման տեսարաններ բեմականացնելը նրանք շատ լավ գիտեին։ Գուցե եւ ուղղորդվում են ինչ որ մարդկանց կողմից, բոլորիս էլ հայտնի այդ մարդիկ ովքեր են եւ որ շրջանակների կողմից են ուղղորդվում, միանշանակ նրանք գիտեին թե ինչպիսի արձագանք է լինելու, որովհետեւ չկա մի տղամարդ հայ տղամարդ, որի նկարի վրա նման տեսարաններ բեմադրեն եւ դա արձագանք չունենա։ Թե ինչի իրավապահ մարմինները չեն արձագանքել, հենց այդ պահին նրանց բերման չեն ենթարկվել, ես չեմ կարող նրանց փոխարեն պատասխանել, բայց միանշանակ ցանկացած խուլիգանական դրսևորում պիտի համարժեք պատասխանը ստանա մեր երկրում, որտեղ մենք պետություն ենք եւ ինձ համար որպես կին, որպես Երևան քաղաքի ավականու անդամ, անթույլատրելի է, որ օտար երկրի քաղաքացին կամ մտնի մեր վարչական շրջաններից որևիցե մի շենք նման խուլիգանական պահված դրսևորի, կրկնակի անգամ անթույլատրելի է, որ մարդկանց կողմից ձայներ ստացած ավականու անդամը մասնակցի նման բաների եւ ընդհանրապես մտահոգվի քաղաքի խնդիրներով, ես իմ վերաբերմունքը ունեմ, իմ հստակ դիրքորոշումը ունեմ, 0 հանդուրժողականություն ունեմ նման պահվածքների եւ հանրային դաշտում իմ Facebook-յան էջում եւս գրել եմ եւ դատապարտել եմ այդ արարքը։ Ըստ դրա հիմնական նպատակը ո՞րն է եղել։
հիմնական նպատակը քաղաքական է, որքան էլ նրանք պնդեն, որ մանկապարտեզի հետ է կապված, նրանք շատ լավ գիտեն, որ մանկապարտեզում, այսինքն եթե ինչ-որ մի շինարարական վայրում կան ինչ-որ խնդիրներ, դրանք չեն ընդունվի այնքան ժամանակ, մինչև շինարարը չբերի պատշաճ, այսինքն մակարդակի աշխատանքները, նրանք շատ լավ գիտեն, որ մանկապարտեզը չի գործում, այնտեղ երեխաներ չկան, կարող են լինել բազմաթիվ շինարարական խնդիրներ, որոնք իհարկե շտկելուց հետո նոր կընդունենք այդ մանկապարտեզը եւ կվերաբացենք, այսինքն նրանց միանշանակ չէր հետաքրքրում մանկապարտեզը, կարող եմ ասել, որ ընդհանրապես քաղաքի հետ կապված ոչ մի խնդիր չի էլ հետաքրքրում, սա ավելի շատ քաղաքական ակցիա է, քաղաքական պատճառ է, նախ սկսենք նրանից, որ նոր վարչական շենքի ղեկավարը, վարչական շրջանի ղեկավարը անցյալ տարի գիտեք, որ Բուչա էր այցելել եւ միանշանակ դա այդ շրջանակների կողմից չէր ընդունվել, նրանք այդ ժամանակ էլ էին ինչ-որ քննադատական արտահայտություններ արել, չնայած որ Մայր Հայաստան խմբակցության ղեկավարը նա էլ Դոնբաս էր այցելել, քաղաքական է, որովհետև մենք վերջերս տեսանք Գյումրիում ինչ տեղի ունեցավ, այսինքն նրանք ոչ իրենց դեմքով կարող եմ ասել խաբեցին գյումրեցիներին, ստացան ձայներ եւ հետո այդ ձայները նվիրեցին մի մարդու, որ գյումրեցիները, այսինքն այն մարդիկ, ովքեր որ նրանց էին ձայն տվել, միանշանակ չէին ընդունում այդ մարդուն, այսինքն մարդիկ իրենց խաբված զգացին եւ երթմնակալության արարողությունից 5 րոպե հետո Գյումրու քաղաքապետ Վարդանիկ Ղուկասյանը ասում է, որ կողմ է Հայաստանի միացումը նյութենական պետությանը, ինչպես որ Բելարուսն է, Ռուսաստանը եւ հաջորդը լինի Հայաստանը, այսինքն միանշանակ այստեղ մենք այս հարցադրումը արել ենք, ես էլ ավականու նիստի ժամանակ հարցրեցի Մայր Հայաստան խմբակցությանը, արդյոք նրանք կիսում են այդ դիրքորոշումը, իրենց միասնական քաղաքապետի թեկնածուի այդ դիրքորոշումը նրանք կիսում են թե չէ, նրանցից անհոդաբար անատամ պատասխան ստացվեց, որ նրանք չեն պատասխանելու ուղղակի այդ հարցին, այդպեսով ասելով, որ այո նրանք կողմ են եւ իհարկե մարդիկ ովքեր կողմ են Հայաստանի նյութենական պետություն ինչ է նշանակում, այսինքն դու անկախ երկիր չես, անկախ պետություն չես, ինքնիշխան երկիր չես, հա, կորսում ես այդ ամեն ինչը եւ իսկ մեր քաղաքական թե քաղաքային թիմի բոլոր գործողությունները, ամբողջ խոսույթը, բոլոր քայլերը ուղղված են ինքնիշխան անկախ պետություն կառուցելուն միանշանակ այդ մարդկանց չեն հետաքրքրում թե Գյումրիի, թե Երևանի առհասարակ Հայաստանի հետ կապված խնդիրները, նրանք ունեն հստակ ծրագիր, մենք բոլորը շատ լավ գիտենք որտեղից են ուղղորդվում, ես նրանց նույնիսկ Մայր Քոչարյանականներ եմ անվանում, ոչ թե Մայր Հայաստան, որտեղից են ուղղորդվում, որն է նրանց նպատակը, սադրել, գուցե եւ ամեն ինչ անել, որպեսզի քաղաքացիական պայմանագիր խմբակցության, կուսակցության եւ հանրապետության միջև լինեն որոշակի խնդիրներ, բայց տարո հարաբերությունների մեջ վատթարացում լինի, բայց միանշանակ դա նրանց չի հաջողելու, որովհետև մենք շատ լավ հարաբերությունների մեջ ենք, մենք գիտենք ուր ենք գնում, ինչ նպատակներ ունենք եւ թողիզուր ինչ-որ հույսեր չփայփայեն, որ նրանց ինչ-որ բաներ կստացվի անել։ Տիկին Վարդանյան, եւ կխնդրեմ, որպեսզի այդ տեղի ունեցածը դրանից առաջ էլ միջադեպեր տեղի ունեցան եւ օրինակ նույն ազգային ժողովի падգամավոր Վահագն Ալեքսանյանի մոր նկատմամբ տեղի ունեցած, այնուհետեւ հենց անձամբ իր նկատմամբ տեղի ունեցածը եւ այլն, սրանք դիտարկում ենք ընդհանուր մեկ շղթայի տրամաբանության մեջ, որովհետեւ թե այս դեպքում, թե իմ թվարկած մյուս երկու դեպքերում էլ քաղաքական ուժերի կողմից, այսպես ասենք, քաղաքական թիրախները ուղղվում էին այն անձանց, ում մասին նաև դուք եք խոսում։ Սա ընդհանուր մի շղթայի մաս է։ Իհարկե մի շղթայի մաս է, որովհետև չեն կարող նման զուգադիպություններ լինել, այսինքն հենց նույն օրը
Նրանք պատահական մոտենում են տարեց մի կնոջ, նրանք շատ լավ գիտեին, թե ում են մոտենում, շատ լավ գիտեին, թե կինը ում մայրն է, բոլոր սրբության, հասկանում եք, այն բոլոր կարմիր գծերը, բոլոր մեր արժեքները, բոլոր մեր սրբությունները այդ մարդիկ ոտնահարել են։ Որքան էլ նրանք Սրբազանի, Հայաստանի, Խաչի, Կրոնի, Արցախի եւ այլնի անվան տակ հանդես գան, բայց իրականում դա նրանց չի հետաքրքրում, նրանք հատել են բոլոր կարմիր գծերը, մեր բոլոր սրբությունները։ Մոտենալ տարեց կնոջը, ով նաև հաշմանդամություն ունի, մոտենալ եւ սկսել ինչ-որ քաղաքական հարցադրումներ անել, իդեպ շատ ճիշտ, շատ ժողովրդավար պատասխաններ տվեց, որ շուտով ընտրություններ են լինելու եւ մարդիկ կորոշեն, չեն ուզում որ լինի ԿՊ-ն, չի լինի կգա հաջորդ ուժը, այսինքն մեր երկրում շատ վաղուց արդեն 7 տարի է ժողովուրդը ինքն է որոշում, թե իշխանության ով պետք է գա եւ մեր իշխանությունը ոչ մի անգամ ոչ խոչընդոտում է, ես չեմ ասում ընտրությունները կեղծել, ընդհանրապես դա արդեն չգիտեմ մոռացված եւ ոչ մեկ դրա մասին չի խոսում, բայց մոտենալ կնոջը եւ լսել կարծիք, որը չի համապատասխանում իրենց տեսակետին, իսկ իրենք ընդհանրապես տեսակետ չունեն կամ քաղաքական ինչ-որ դիրքորոշում խոսույթ չունեն, այսինքն անհասկանալի մարդիկ են սրբազան պայքարի ինչ-որ անվան տակ, այդ մարդիկ ովքեր են, ինչ են թափառում փողոցներում, ինչ է նրանց ուզածը չես հասկանում, եւ անմիջապես նույն գիշերը այդ պատգամավոր Վահագն Ալեքսանյանի շքամուտքում եւ կողքի հարակից հատվածում ինչ որ նկարներ են փակցրել, ինչ որ նրանց դրան արչեւ մուկ էր թե առնետ էր ինչ որ սատկած, դա էլ բնորոշ է մաֆիայի ինչ-որ մաֆիան ունի չէ նման բաներ, որ սատկած ինչ-որ տենց կենթանի է, թե ինչ է բերում, ինչ են դրանով ուզեցել հասկացնել, չեմ կարող ասել, բայց այս ամբողջը մի մեծ շղթա է եւ որքան մենք մոտենանք 2026 թվականների խորհրդարանական ընտրությունների, այսպիսի էժանագին, հակապետական, հակահայկական քայլեր, սադրանքներ եւ մենք ավելի շատ ենք տեսնելու, դրա համար մեզ անհրաժեշտ է սառնասրտություն, սթափություն այս ամենը արհամարելու համար։ Շնորհակալ եմ Տիկին Վարդանյան։ Ես եմ շնորհակալ։ Զրուցակիցս Երևանի ավականու քաղաքացիական պայմանագիր խմբակցության անդամ Քրիստինե Վարդանյանն էր, ես Ժիրայր Ոսկանյանն եմ, մնացեք առաջինի հետ։